տարվա մասին, հիմա խոսեմ այն մարդկանց, որոնց մոտ անհատական տարին գտնվելու է 2 թվի էներգիայի ներքո, ուրեմն 2 թվին հովանավորում է լուսինը, սա մեր 9-ամյա էտապի 2-րդ աստիճանի տարին է, այս տարի բերելու է մեզ կասկածելու այն ամենի վրա, ինչ մտածել, ծրագրել և հիմնել ենք նախորդ տարի, անցած տարին մեզ համար արևի տարի է եղել, տարի, որտեղ նպատակ և առաջադրանք ենք նախադրել, երևի թե անցած տարի հիմնավորել ենք մեր նպատակները և նաև երգեր ենք գտել, ինչպես գնալ դրան և ինչ պետք է անել, իսկ հիմա արդեն լուսնային էներգիայի ազդեցության տակ ենք, սա կասկածամտության տարի է, եթե անցած տարին մեզ բերել է տատանվելու մեր արտաքին ծրագրերում, ապա լուսնային տարին կբերի ներքին կասկածամտություն, կասկածամտության փսիխիկ ազդեցություն, եթե արևը տղամարդու սիմվոլն է, ապա լուսինը կնոջ սիմվոլն է, դրա համար կարևոր իրադարձությունները այս տարվա ձեզ համար այսպես թե այնպես կապ ունենան կնոջ հետ, ձեր մայրիկի, կնոջ, աղջկա, ընկերուհու և այլ կանանց հետ կապված աշխատանքային կին ընկերներ, սրանք հարցեր կլինեն ձեր կյանքում, որոնք կապված կլինեն նաև ընտանիք կազմելու հետ, սա տարի է, որ կբերի ներքին տատանումներ և կասկածամտություն, անվստահության զգացողություն, ցանկություն ևս մեկ անգամ կշռադատելու, լավ մտածելու, գնահատելու, այսինքն այս տարի այնքան էլ վստահ չենք լինելու, ինչպես վստահ էինք նախորդ տարի, այս լուսնային ողջ տարվա ընթացքում առնչվելու ենք ներքին ողջ ամբողջականության մտքին, լուսինը նաև համակերպումն է մեր ադապտացիային, դրա համար տարվա ընթացքում կառնչվենք նոր իրավիճակների մեզ համար, որտեղ պետք կունենանք հարմարվելու, օրինակ արևի տարում մենք նոր տեղ ենք տեղափոխվել և այս ողջ տարվա ընթացքում մի կողմից տխրում ենք կամ կարոտում նախկին վայրի համար, որը որևէ ժամանակ թողել ենք, որն էլ նոստալգիա է առաջացնում, այսինքն եթե լավ հիշողություններ ունենք, մյուս կողմից էլ սկսում ենք հարմարվել նոր պայմաններին, որտեղ հայտնվել ենք, նոր հարևան, նոր շրջան, նոր խանութ կամ կենցաղ, նույնիսկ եթե երկիր ենք փոխել, կամ էլ անցած տարի նոր աշխատանք ենք գտել կամ մտել ենք նոր կազմակերպություն կամ ինքներս ենք ստեղծել կամ նոր մասնագիտությամբ և այս ողջ տարվա ընթացքում սկսում ենք հարմարվել այս ամենին, նոր մարդիկ, նոր կանոններ, նոր ճանապարհների նույնիսկ անցնելու տանից սկսած, այս լուսնային տարում ակտիվ և կտրուկ գործունեություն անելու տարի չէ, սա ընթացք է, որտեղ նույնիսկ ձեր արագությունը պետք է թուլացնել, այսինքն այս տարվա գործընթացները ավելի դանդաղ կլինեն, քան նախորդում էր և դա նորմալ է, չնայած որ այս տարվա 2026 թվականի հրեղենձիու տարին ամեն բանի ընթացք ավելի արագացնելու է, եթե ձեզ մոտ որևէ էտապ մի փոքր ավելի դանդաղ է գնալու, իմացեք, որ դա նորմալ է, սա ժամանակ է, որ չպետք է պահի տակ գործեք, այս տարի պետք է միացնեք ձեզ մոտ նաև դիտորդին, լուսնի տարին առավել հարմար է միանաք ընթացքին ձեր ընտանեկան գործունեության և ապրելավայրում, հետևեք ձեր անշարժ գույքին, մաքսիմալ հարմար ընտանիք կազմելու համար, հարաբերությունների մեջ մտնելու, որպեսզի սկսեք միասին ապրել, երեխա ունենալու,
նրա համար, որ հոգ տանեք ձեր ընտանիքի մասին, ծնողների և հարազատների մասին, սա շատ լավ ժամանակ է, որ ունենաք ձեր տեղն արևի տակ ապրելու համար, նրա համար, որ կարողանաք կառուցել ձեր հարմարավետ կյանքը, այս տարի նաև լավ է տուն գնել, վերադասավորել, հարմարեցնել, վերանորոգել, թարմացնել նաև ձեր բնակատեղը, նաև տարի է ազատվելու համար, վատ սովորություններից եթե ունեք ու փորձում եք ազատվել, սա այնքան հեշտ չի լինի, իսկ այս դեպքում վատ սովորությունները ոչ միայն կախվածության մասին են, այլ նաև կենցաղային միջոցները, որոնք ի օգուտ մեզ չեն գնում։ Սա նաև լավ ժամանակահատված է հոգ տանելու մեզ համար մեր ֆիզիկական իրավիճակի մասին։ Նաև չմոռանանք, որ երկուսը խորհրդանիշն է փոխհամագործակցության, դրա համար էլ այս տարվա ընթացքում շատ կմտածենք համագործակցության, փոխհարաբերությունների մասին, թե ինչ պրինցիպների վրա են կառուցված, սա ժամանակ է, երբ մենք նորովի արժևորում ենք, թե մենք ինչ ենք տալիս մեր պարտնյորին և ինչ ենք ստանում փոխադարձաբար։ Մենք գալիս ենք այն ենթադրության, որ յուրաքանչյուր հարաբերություն իր նշանակությամբ ինչ-որ զոհաբերություն է դիմացինի համար։ Ամենաքիչը ձեր ժամանակն ու ուժը և երբ սկսում եք նորովի փորձել կառուցել մեր փոխհարաբերությունները արդեն, այսինքն ժամանակն է դնելու մեր արժանիքների սահմանը։ Սա չենք խոսում միայն անձնականի, այլ նաև ընկերական, հարազատական, շրջապատին վերաբերվող հարաբերությունների մասին։ Եթե արևի տարում մեր առջև գլոբալ առաջադրանք ենք դրել, որ հնարավոր չէ ռեալիզացնել մեկ տարում կամ թեկուզ այդ տարվա ընթացքում, ապա լուսնային փուլում ասես տեղադրվում է եռաչափ մոդել ուշադիր հետևելով ամեն կողմից։ Մենք փորձում ենք գտնել սուր անկյունները, հարթեցնել այն, ինչը որ չէր ստացվել, նաև այս տարվա շատ լավ կբնութագրի այս տարվա մեր տրամադրությունը, մեր էմոցիոնալ վիճակը, որը կարող է արագ փոփոխվել, Լուսինը գիտեք, չէ, որ ինքը փոփոխական է, մեկ ոնց որ տրամադրության անկում լինի և մեծ կտրուկ անցումներ ունենա։ Եվ սա կախված է նրանից, որ Լուսինը արագ տեղաշարժում է զոդիակում, շատ արագ փոխում կենդանակերպը, որտեղ գտնվում է, դրա հետ համապատասխանաբար փոխվելու է Լուսնի ազդեցությունը մեր վրա, դրա համար այս տարում ավելի զգացմունքային ենք լինելու, էմպաթիկ ենք լինելու, ավելի շատ խոցվող ենք լինելու, ընդհանրապես ըստ կարմիկ աստրոլոգիայի Լուսինը նախորդ կյանքում արև է եղել, հարգելիներս, համապատասխան իր ազդեցության էլ կարմիկ հետք է թողելու յուրաքանչյուրիս վրա, ասես կարմիկ շղարշի տակ լինենք։ Դրա համար այս կարմիկ տարում հնարավոր է զարգանան այնպիսի իրավիճակներ, որոնք անցյալից ասես հայտնվել, հատկապես պարտնյորական ոլորտում, ընտանիքի հետ կապված։ Սա ժամանակ է, որ հնարավոր է տարօրինակ իրադարձություններ հայտնվեն մեր շուրջը, նույնիսկ միստիկայի ժանրից թվա։ Սա ընթացք է նաև մի շարք երազների, ճակատագրերի նշաններով, տարօրինակ հիշողություններ, որոնք կապ չեն ունենա մեր իրական մարմնավորման հետ։ Սրանք ասես փշուրներ լինեն հիշողության անցած կյանքից բերված, իսկ ինչ կապ ունի աշխատանքի, պրոֆեսիոնալ զարգանալուն և հնարավորությունների լուսնային տարում կախված կլինի ձեր հարաբերություններից։ Բարեհարմար կլինի այս տարվա ընթացքում նոր կոլեկտիվի մեջ ներգրավելը, հատկապես եթե դա կանանցի կոլեկտիվ կլինի, նաև շատ լավ ժամանակաշրջան է հոգ տանելու մնացածի համար։ Կլինի աշխատանք դասավանդման, խնամատարության, հյուրանոցային, սպասարկման, հիվանդանոցային և այլն, և ծառայողական աշխատանքներ լինի, որոնք փոխարինում են իրար աշխատանք այնպիսին, կամ մեկ ամբողջ օր աշխատում ես։ Լավ կլինի այս տարվա ընթացքում սկսել ձեր անհատական բիզնես գործունեությունը,
որը հետագայում ընտանեկան բիզնես եք դարձնելու, որը նաև ժառանգաբար հետագայում փոխանցելու եք, լինի անձնական կյանքի ոլորտ կամ փնտրտուք զուգընկերոջ, կարող եք ձեր կրիտերիաները ներկայացնել ձեր պարտներին բոլորովին այլ կերպ, ոչ այնպիսին, ինչպիսին որ առաջ էր, այստեղ խորություն եք ուզում, զգացողություն ավելին զգալու, ճանաչելու դիմացինին, կուզեք հոգ տանել, զգալ հոգատար վերաբերմունք պարտների կողմից դեպի ձեզ, ուրեմն ժամանակն է, երբ կուզեք ավելի խոր և զգացմունքային հարաբերություններ, հիմքում պիտի ունենաք փոխադարձ հարգանք և հասկացողություն, որտեղ նաև պիտի օգնություն հասնեք մեկըդ մյուսին, կապ չունի հարաբերությունները անձնական են, թե ընկերական, ձեզ համար առաջնային պետք է լինեն այն հարցերը, որոնք կապված են ընտանիքի հետ, պետք չէ ընտանիքի վրայով անցնել հանուն հաջողության կամ կարիերայի, շատ կարևոր է սա, որովհետև լուսնի տարին մեզ ներսից է փոխելու, եթե արևի տարում ավելի շատ արտաքին արտահայտվելու մեջ ենք փոխվել, այս տարի մեր ներքինն է փոխվելու, լուսնային տարին անցնելով ասես մեզ մշուշի մեջ է թողելու, միգուցե թվա ամեն ինչ լավ է, բայց զգացողություն կա անորոշության, հստակ ուղի գտնելու և այս լաբիրինթից դուրս գալու, բայց լուսնի տարում դա այդքան էլ հեշտ չի լինելու, ուղղակի հիշեք, որ շատ կարևոր է վստահ լինելու այն նպատակին, այն ուղղությանը, որը դրել եք ձեր առջև արևի տարում և գնում եք առաջ, քանի որ հաջորդ տարին ձեզ համար Յուպիտերի տարին է լինելու, 3-ի էներգիայի ազդեցության տակ, որը հզոր առաջընթացք է ունենալու ձեր գործերում։ Հիմա հարազատներս անցնեմ 3-ի էներգիային և այն մարդկանց, որոնք գտնվելու են 3-ի էներգիայի տակ, նշանակում է, որ գտնվելու են ամենահզոր, ամենաբարի, ամենաբարեգործ Յուպիտեր, իմ շատ սիրելի մոլորակի ազդեցության ներքո, սա կտրուկ տեղից պոկվելու ժամանակաշրջան է, թռիչք բարձունքներին հասնելու համար, ամենաառատաձեռն մոլորակի հնարավորության տակ է գտնվելու արևային համակարգի, որը շատ հնարավորություններ կտա ձեր ձեռքը, սա ժամանակ է հասնելու այն նպատակին, որը դրեցիք ձեր առջև արևի տարում, լուսնի տարին անցավ և բոլոր կասկածամտությունները մնացին անցյալում, ձեր տատանումները, անորոշ վիճակները բաց եք թողնում և 3-ի տարում հզոր իմպուլս ունեք աճելու համար, լայնացնելու, էքսպանսիայի համար, քանի որ հենց դա էլ Յուպիտերի ցուցիչն է, սա տարի է, որը կբերի իրական բարիք, մեծաքանակ հնարավորություններ, իհարկե նրանց համար, ովքեր իրենց առջև կդնեն իրապկան նպատակներ և կգնան դրան ընդառաջ, Յուպիտերը սիմվոլն է իրեն հարգող, հեղինակություն ունեցող մարդու և արժանի մարդու, և այսպիսի մարդը այս տարվա ընթացքում մեծ ազդեցություն ունի իր կյանքում, միգուցե ընթացք է, որտեղ կհանդիպեք հեղինակավոր, նշանակալի ազդեցություն ունեցող մարդու էֆեկտիվ, հետաքրքիր, կայուն լինելու համար, դա կարող է լինել նաև ծանոթություն անձնական կյանքի համար, այս տարի շատ լավն է սեփական ընտանիքը ստեղծելու համար, կամ հարաբերությունների մեջ մտնել լուրջ կամ ամուսնանալ, նույնիսկ սա կարող է ցույց տալ ձեր շատ մտերմիկ շրջապատում, որ կհայտնվի խարիզմատիկ և հետաքրքիր մարդ, իհարկե ինքներդ էլ եք նման մարդ արդեն դառնալու շրջապատի համար, իսկ նման մարդը շատ բաներում ձեզ կօգնի, նաև Յուպիտերը սիմվոլն է գուրուի, խնամատուի, գիտելիքի, դրա համար տարին շատ լավ է ուսուցման համար, կուրսեր անցնելու համար, կվալիֆիկացիա անցնելու, մաստեր կլասների, դասական ուսուցման պրոցեսների մասնակցելու, բուհական կրթություն ստանալու, սա նաև լավ տարի է նրանց համար,
ովքեր ծրագրել են հենց իրենք սովորեցնեն, դասավանդեն այն ինչ իրենք գիտեն և կարող են, և դրանցից մեկը ձեր խոնարհ ծառան ես եմ, նաև Յուպիտերը տարի է սիմվոլ արդարության, արդարադատության, իհարկե միջամտեմ ոնց որ ինձի բերեմ առաջ, այս տարի ես էլ փորձելու եմ դասավանդել, աշակերտներ ունենալ, այնպես որ սիրով պատրաստ եմ իմ գիտելիքները փոխանցել հաջորդին։ Դրա համար նաև այս տարի շատ լավ կլինի նրանց համար, ովքեր սովորում և աշխատում են իրավական համակարգում, կամ էլ փորձում են վերականգնել արդարություն դիմելով դատարան, այսինքն խոսքս գնում է այն մարդկանց, որոնք գտնվում են Յուպիտերի էներգիայի կամ երեքի էներգիայի ազդեցության տակ, կամ էլ որևէ իրավական կազմակերպություն դիմելով հանուն արդարության որևէ դատավճիռ են ուզում կայացնել, այս տարի ամեն ինչ գնալու է դեպի ի օգուտ ձեզ։ Ուրեմն այս տարի աջակցելու է արդարությունը հաստատելուն և բերքառատ է լինելու այն մարդկանց համար, որոնք ինչ-որ բան կստեղծեն։ Հրաշալի ժամանակաշրջան է գրողների, դիզայներների, որոնք կստեղծեն իրենց ստեղծագործությունների կամ հետևությունների, աշխատանքի, ինտերիերի միջոցով։ Սա արդյունավետ ընթացք է, որը հնարավոր է տանի ձեզ ավելի բարձր մակարդակ, զբաղեցնել ղեկավար դիրք, բարձրանալ ծառայողական աստիճաններով, բայց ամենագլխավորը հաջողությունում կայանում է նրանում, որ սթափ ցանկանում կամ փորձում եք գնալ դրան։ Այսպիսի տարվա ընթացքում մարդը կարող է շարունակել ուսումնասիրել ևս մեկ մասնագիտություն, որը կապ ունի իր աշխատանքի հետ, որտեղ հասկանում է, որ կվալիֆիկացիա պետք է անցնի, բարձրացնելով իր գիտելիքների մակարդակը առաջ գնալու համար։ Նաև արդյունավետ ժամանակահատված է այն մարդկանց համար, ովքեր արդյունավետ կզարգացնեն իրենց սեփական գործունեությունը, սեփական բիզնեսը, և կարևոր հաջողության բանալին կայանում է նրանում, որ փորձեք ողջ աշխատանքը ինքնուրույն անել, ինքնուրույն կայանալ, լավ կլինի մեծացնել ծավալը գործունեության և խորհրդատու ունենալ։ Չունեք վարձեք, եթե գտնում եք, որ դրա անհրաժեշտությունը կա։ Յուպիտերը, ինչպես ասեցի, իր նշանակությունը հեղինակությունն է։ Դրա համար ինչ-որ մեկը կարող է գովեստի արժանանալ իր վերադաս անդամներից, թեկուզ նյութական կամ որևէ այլ տեսքով, կարող է շնորհակալագիր ստանալ կամ իր հաճախորդի կողմից գնահատված լինել։ Յուպիտերի հետ է կապված նաև օտար երկրները, արտասահմանը, դրա համար հնարավոր է ինչ-որ մեկն այս աստիճանում սկսի օտար լեզու ուսումնասիրել, հարաբերությունների մեջ աշխատանքային, ընկերական հայտնվել օտարերկրյա քաղաքացիներ, մարդիկ, որոնք այլ կուլտուրայի կրող են, սա հիանալի ժամանակ է մեծացնել ծավալը ձեր գործունեության, ոչ միայն այն տեղում, որտեղում գտնվում եք, այլ նաև այդ տեղի սահմաններից դուրս։ Սա լավ ժամանակ է համագործակցելու օտարերկրյա կազմակերպությունների հետ կամ փաստաթղթային հարցերը լուծելու, այլ երկիր տեղափոխվելու համար, կամ էլ արտագնա աշխատանքի գնալու համար։ Սա լավ ժամանակ է այն մարդկանց համար, ովքեր աշխատում են տուրիստական կազմակերպություններում։ Դուք կարող եք ինքներդ նոր տուրիստական ուղղություններ բացել, ամեն դեպքում կտրուկ է դնում առաջադրանքները զարգանալու համար, և եթե մենք մեր բարի կամքով չենք ցանկանում անել դա, ապա կստանանք որոշակի նախանշաններ կամ ապտակ կստանանք տարածաչափության կողմից։ Օրինակ, աշխատանքի վայրում մեզ կասեն, որ չենք կարող ավելի բարձր դիրքի ակնկալենք, քանի որ չունենք պրոֆիլ կրթություն, սա տարածաչափության կողմից հուշում կլինի, որ պետք է կվալիֆիկացիոն կուրս անցնենք մասնագիտության մեջ ավելի հմտանալու և առաջ գնալու համար, սակայն պարտադիր չէ պրոֆեսիոնալ լինի կամ հենց մեր աշխատանքի հետ կապված լինի,
բայց եւ այնպես մենք արդեն ոնց որ նամյոկ ենք ստանում, որ պետք է անպայման առաջ շարժվենք, չպետք է ապրենք մեր պրինցիպներով, միայն թե ավելի վատ չլինի, մեզ չի հետաքրքրում էներգիան կտրուկ անցում անելու համար, իմպուլս, ցանկությունը չի հերիքում մոտիվացիան, իսկ տարածաչափությունն էլ իր հերթին կձևավորի ցավագին սիտուացիա, որտեղ վերջապես ինքներս կհասկանանք, որ այնուամենայնիվ պետք է առաջ շարժվենք։ Յուպիտերը նաև ցույց է տալիս երեքի էներգիան մեր օֆիցիալ ստատուսը։ Դրա համար այս ամբողջ տարին ավելի է կարևորվում, քան մնացած ընթացքը։ Ինչպիսին որ է մեր օֆիցիալ ստատուսը։ Մարդիկ, որոնք բավականին երկար ապրում են միասին ընտանեկան կյանքով, բայց ԶԱԳՍ-ով չեն գրանցվել, հենց այս տարում օրինականացման հարց կբարձրանա, եւ այս տարի ավելի կարևոր է դառնում, քան երբևէ, ինչպիսի ստատուս ենք կրում մենք։ Կամ մարդը, որ երկար ժամանակ աշխատում է որևէ կազմակերպությունում, հարց կբարձրացնի օֆիցիալ մակարդակի անցնելու համար։ Կամ մարդ, որ երկարատև աշխատել է այլ երկրում, ցանկություն կունենա հարց բարձրացնել բնակության իրավունք ստանալու համար, նաև Յուպիտերը սիմվոլն է հեղինակության և պրեստիժի, դրա համար էլ այս տարվա ընթացքում ավելի հաճախ, քան մնացած տարիներին, մտածում ենք, թե ինչպիսի ազդեցություն ենք թողնում յուրաքանչյուրս դիմացինների վրա, մենք ցանկություն ենք ունենում ավելի ներկայանալի տեսքով Երևան, հակված ենք լինում այս տարվա ընթացքում ավելի թանկարժեք իրեր ձեռք բերելու, բրենդային, ստատուսային իրեր, սա կարող է լինել շքեղ զարդեր, իրեր կամ ավելի շքեղ մեքենա, քան վարում էինք, այսինքն մեր պրեստիժի հարցը կարող է կարևորվել այս տարի և ամբողջական տարին օպտիմիստ տարի է, սարճելու ֆազայի ընթացք է, որը նաև կարող է հանդես գալ տան անդամների աճով կամ աշխատանքի դիրքի բարելավումով, սա նաև շրջան է, երբ աճում է մեր նյութական բարեկեցությունը, սա նաև լավ տարի է ինվեստիցիաներ անելու համար, մեր ռեսուրսները ներդնելու համար, մեր իսկ ապագայի համար, ներդրում ուսման մեջ, գիտելիք ստանալու համար, նրա համար, որ անշարժ գույք ձեռք բերենք, նրա համար, որ հետագայում դա յուրաքանչյուրիս համար դառնա եկամտի աղբյուր, թեկուզ դա լինի պասիվ եկամուտ։ Ուրեմն ավարտեցի երեքի էներգիայի տակ գտնվող հղումս, խորհուրդս ձեզ, սա ինչի համար եմ հուշում, որովհետև երբ որ մարդիկ լսում են, այնքան են տարվում այդ մտքերով, այդ անցումը հաջորդ թվային էներգիային չեն կարողանում տարանջատել իրարից։ Ուրեմն այն